սպասելիքներ ունեիք, կարծում եք, գոնե այս անգամ այդ հարցը բարձրացնել պետական հավաքակով երկրների միջև որոշ քննադիմ լինի, հատկապես անհուտ օրենքների խախտման նկատմամբ։ Մեր սպասելիքները մշտապես են եւ ամենուր։ Սակայն ցավոք սրտի միշտ չէ, որ մեր սպասելիքները արդարանում են։ Այդ դեպքը որպես փաստ։ Որտեղ մեր սպասելիքները եւս մեկ անգամ հոդս ցնդեցին։ Բայց մեր պայքարը հանուն մեր զավակների է, մեր խնդիրը մեր զավակներն են, ուստի եւ քանի դեռ մենք այս հողի վրա գոյություն ունենք ֆիզիկապես, մենք փնտրելու ենք մեր զավակներին եւ ամեն կերպ, ամենուր, ամեն միջոցներ, որոնք չեն վնասի մեր պետությանը, մեր ազգային շահին, մնացած բոլոր միջոցները արդարացված են։ Շնորհակալություն։ Թվականին ունեցանք մի քանի միջոցառում, հանդիպումներ, որոնք որ կարծես թե պետք է ուղղված լինեն լրացուցիչ հանգամանքներ բարձելուն, կհիշեք այս տարվա ընթացքում հանձնաժողովների հանդիպումներ հանդիպումներ ունեցան, որտեղ որ պետք է քննարկեին եւ լրացուցիչ ինչ որ պայմանավորվածություններ ձեռք որպեսզի ավելի արդյունավետ շփում ունենանք այդ նաև երկկողմանի եւ կարծում եմ որ ցանկացած հանդիպում լինի դա քաղաքասարակության ներկայացուցիչների միջև թե պետական մարմինների միջև դա եւս հնարավորություն է հարցը բարձրացնելու եւ որակարգում պահելու եւ վստահաբար անգամ եթե մենք չունենք արդյունք գործընթացնել է կարեւոր անդադար նշել շեշտադրել որ այս խնդիրը արդիական է եւ օր առաջ պահանջում է լուծում ցույց տալու որ այդ թվում մեր հասարակությունը պահանջատեր է եւ մեզ համար այս հարցը օրակարգային է մեկ բան էլ կուզենամ ավելացնել ձեր հարցից դուրս էր բայց նշվեց կարծում եմ որ մենք չպետք է սպասենք այլ մարմինների նախաձեռնությանը կամ այլ խմբերի նախաձեռնությանը այլ սա իրականում քանի որ պետության պարտավորությունն է եւ մենք չպետք է ունենանք բողոքի ակցիաներ կամ այլ միջոցառումներ որպեսզի ինֆորմացիա ստանանք հա այսինքն պետությունը ի պաշտոնե պարտավոր է անդադար տեղեկացնել կատարված քայլերի մասին եւ պլանավորված եւ այլն եւ ընտանիքները չպետք է ինչպես նշեցի փողոց փակեն կամ այլ միջոցառումների դիմեն որպեսզի ունենան այդ տեղեկությունները մենք չպետք է ունենանք կամ